Այն անհայտները, որը կյանքը բերելու է, դա նորմալ է։ Առողջության ապահովագրություն չունենալուց չեն տուգանվելու, չէ՞ մարդիկ։ Պիտի աշխատես եւ քո ապահովագրության համար վճարես։ Այդ մարդկանց մենք իրոք ուզում ենք օգնենք, իրանք իրոք օգնության կարիք ունեն։ Ընդհանրապես բժշկի աշխատանքը պիտի գնահատվի։ Բժշկի, բուժաշխատողի, բուժքրոջ Մարդիկ կան, որ ասում են ինչու ես պետքա վճարեմ այդ քաղաքացիների փոխարեն։ որևէ մեկը որևէ մեկի փոխարեն չի վճարելու։ Ինչ են ստանալու մեր քաղաքացիները։ Բժշկական կենտրոններ պիտի մրցեն իրենց որակով։ Ողջույն, սիրելիներս, բան չմնաց ձմեռվան, ընդամենը մի քանի օրից գալիս է ձմեռը։ Ձմեռը սրանում են հիվանդությունները, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսում են այցելել հիվանդանոցներ ու բոլորին հետաքրքիր է, թե ոնց է կազմակերպվելու արդեն այս ձմեռվանից Հայաստանի Հանրապետության առողջապահությունը։ Կանենք տարբեր մարդկանց այդ հարցը տանք, շատ մարդիկ ովքեր կհնարեն, կմտածեին, կենթադրեին, բայց կանչեցինք համար մեկ մեղավորին, ով որ այս հեղափոխությունը նախապատրաստում է Հայաստանում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Տիկին Անահիտ Ավանեսյանին, բարև ձեզ։ Բարի ձեզ, շատ ուրախ եմ վերադառնալուս համար։ Ես էլ եմ ուրախ, շատ ուրախ եմ, որ ձեզ էլ պատվալում չեմ դիմանում, այլ 4-րդ հարկի ստուդիայում ենք մեր դիմանում Տիկին նախարար։ Դուք նախապատրաստում եք բառից բուն իմաստով հեղափոխություն։ Թող այդ բառերից տակ ոչ մեկ վատ իմաստով հեղափոխություն չհասկանա, այլ Հայաստանում գուցե առողջապահության ոլորտում ամենամեծ փոփոխությունն է։ Իսկ մենք գիտենք մարդարարածը փոփոխությունների պատրաստ չի։ Առաջի հարցս ձեզ տամ, դուք պատրաստ եք։ Եվ այո, եւ իհարկե ոչ։ Եվ ընդհանրապես կյանքում որևէ քայլ անելուց պիտի զգացողությունը ունես, որ պատրաստ ես նման քայլ անելու, բայց հասկանաս, որ քայլը անելուց հետո էլ ես պատրաստվելու եւ այո, մենք մեր որոշումը կայացնելուց էլ 3 տարի աշխատելով այս բարեփոխման վրա, ի վերջո մի կետ է գալիս, որ որոշումը կայացնում ես, գնում ես, բայց հասկանալով, որ հետևողական աշխատանքը եւ այն անհայտները, որը կյանքը բերելու է, դա նորմալ է եւ մենք պատրաստ ենք անհոգնել աշխատելուն։ Այ դրան հաստատ պատրաստ ենք։ Տիկին նախարար, համապարփակ առողջության ապահովագրություն։ Ճիշտ եմ, արտահայտությունը մեր փոփոխությունը նման ձևով է լինելու։ Մենք այդպես էինք սկսել բարեփոխման կոնցեպտը, բայց աշխատանքների արդյունքում հասկացանք, որ շատ ավելի ճիշտ եւ գրագետ եւ ազնիվ է ձևակերպել այն առողջության համընդհանուր ապահովագրություն։ Ինչու՞։ Որովհետեւ այս համակարգը ծածկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ։ Սա հիմնական թեզն է մեր բարեփոխման, որ մեր ողջ բնակչությունը այս համակարգի մեջ ներառվելու է, բայց մեր ամեն անհատի ամբողջական առողջական ծախսերը չէ, որ ապահովագրությունը փակելու է։ Ես ինչքանով տեղյակ եմ, ես հանրային կառավարման մասնագետ չեմ առողջապահության ոլորտում, բայց ինչքանով տեղյակ եմ ամբողջ աշխարհում է այդպես, ոչ բոլորն է ծածկում առողջության ապահովագրությունը, եթե չկա հավելյալ ապահովագրություն, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիվանդները բաժանվում են երկու խմբի, ով որ ունի լավ ապահովագրություն, որը գնել է ինքը, ու որը տվել է պետությունը, Obamacare, եթե ճիշտ եմ հիշում, որից օգտվում են այն ամենասուրը, այն ամենածանր դեպքերում։ Հիմա եկեք հենց սկզբից հասկանանք, ինչ են ստանալու մեր քաղաքացիները, որ հիվանդությունները, որ վիրահատությունները, թե ինչ որ գումարի չափով իրենք կարող են օգտվել տարվա կտրվածքով այդ փաթեթների ծառայությունից։ Ուրեմն մենք ունենալու ենք հստակ ծառայությունների ցանկ, որոնք փակվելու են ապահովագրության շրջանակներում։ Եվ սա մեզ համար կարևոր էր, որպեսզի այստեղ թյուրընկալումների խնդիրել չունենանք։ Սովորաբար գիտեք, ապահովագրական ընկերությունները ասում են, որ մեր փաթեթը փակում է ընդհանուր առմամբ այս հատվածները, բայց կան բացառություններ, որը էլի շատ նորմալ ապահովագրական փաթեթի տրամաբանություն է, բայց մենք ֆիքսում ենք ծառայությունների կոնկրետ ցանկ։ Հիմա այդ ծառայությունների ցանկը ինչպես ենք ստացել։ Նախ ուսումնասիրել ենք Հայաստանում հիվանդացության եւ մահացության բեռը։ Ընտրել ենք այդ երկու բեռերից ամենակարևոր, անհրաժեշտ, կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող հատվածը։ Դրանք փորձել ենք ամբողջական տրամաբանության մեջ դիտարկել, որ երբ որ ասում ենք, որ մարդուն պետք է կույրաղիքի վիրահատություն, ոչ թե հասկանանք բուն միայն վիրահատության գործընթացը, այլ հասկանանք մինչև վիրահատական հետազոտություն, վիրահատություն, հետո եւ այդ ծառայությունը նկարագրելով հստակ արդեն մտցրել ենք ցանկի մեջ։ Սա է տրամաբանությունը։ Եվ մի կարևոր շեշտադրման փոփոխություն է տեղի ունեցել։ Մենք
շեշտը դնելու ենք ավելի ու ավելի կանխարգելման վրա։ Մենք տարիներով մեր ռեսուրսները, որտեղ դրանք շատ սակավ են եղել, ուղղել ենք հրատապ հարցեր լուծելուն առողջապահական, բայց այս տրամաբանությունը եթե շարունակվի, մեր ծախսերը անընդհատ կաճեն, արդյունքներն էլ այն գոհացուցիչը չեն լինի, որ պիտի ստանանք։ Դրա համար մենք շեշտադրումը ապահովագրության շրջանակներում դնում ենք կանխարգելման վրա, քրոնիկ վիճակների ճիշտ կառավարման վրա, այսինքն լավ է, որ զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդուն մենք իր դեղերը ընթացքում տանք, ինքը խմի, գնա հետազոտվի եւ ոչ թե սրանա գա արդեն ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունք։ Սա է մեր ամբողջ փաթեթի տրամաբանությունը։ Այսինքն շեշտը դրվելու է այն վիճակների վրա, որոնք կարան տանեն մարդուն հաշմանդամության, մահվան, դրանք կարան լինեն օնկոլոգիական հիվանդություններ, դրանք կարան լինեն օրինակ վթարները։ Այո։ Ես մի քանի խումբ նշեմ, տեսեք։ Նախ առաջնային օղակի, ուրեմն ամբուլատոր գործիքային հետազոտություններն են որոշակի տարեկան սահմանափակումներով, ոչ թե ով երբ ինչքան ուզի, այլ որոշակի բանով, ալգորիթմով։ Բացի դրանից գալիս է արդեն հիվանդանոցայիններ, դրանք են անհետաձգելի բուժօգնությունը, տրավմաները եւ դրանց հետ կապված նաեւ վիրահատական գործողությունները, մեր ամենահաճախ հանդիպող դեպքերից է, երբ որ մարդը ընկնում կոտրում է ոտքը կամ այլ մարմնի մաս եւ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն կոնստրուկցիաներով։ Սա եւս կմտնի։ Հաջորդիվ այո, օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների ամենաանհրաժեշտ հատվածներն են։ Սրտանոթայինից ստենտավորումը։ Սա եւս անսահմանափակ չի փոխհատուցվի, այլ առաջի 2 ստենտը կլինի ապահովագրության շրջանակներում, եթե մարդուն հավելյալ կարիք կլինի, արդեն նա ինքը կփակի համավճարով։ Ռիթմավարների տեղադրում։ Սա մեր շատ կարևոր էլի կարիք ունեցող ծառայություններից է։ Հաջորդիվ այս երկու հիվանդությունների մասով դեղորայքային ապահովումը։ Մենք քիմիոթերապևտիկ դեղերի փաթեթի համար տարեկան մինչև 1.2 միլիոն դրամի փոխհատուցում ենք իրականացնելու այսօրվա 300,000-ի դիմաց, այն էլ դա միայն սոցխմբերին է հասանելի։ 1.2 միլիոն դրամի, 1.2 միլիոն շատանում է այս գումարը։ Այո։ Եվ հաջորդիվ տեսողությունը շտկելու եւ մեր 65+ տարիքի անձանց համար շատ կարեւոր կատարակտի վիրահատությունը, որը օգնում է, որ անձը իր կենսունակությունը պահպանի, չկորցնի տեսողությունը, որ չդառնա նաև խնդիր նրա խնամքը իրականացնելը։ Եվ սա է, որ մեզ համար շատ կարևոր սկզբունք է եղել։ Ես որպես ուրոլոգիայի ներկայացուցիչ խնդրում եմ շագանակագեղեցի բարորակ գերաճը ներառել ամենաշատ հանդիպող 65+ խնդիրներից է, որ տղամարդիկ ունենում են, եթե հնարավորություն լինի, ներառվի այդ ցանկը։ Այդ ամեն ինչը շատ լավ է նամանալ 65+ տարիքը, որովհետև բժշկի համար ամենացավալին փաստերից մեկը այն է, երբ որ քո տատիկի տարիքի տատիկին դու չես կարողանում բուժօգնություն տալ, որովհետև դու էլ շատ հարուստ բժիշկ չես, անվճար խորհրդատվությունն արեցիր, անվճար սոնոգրաֆիան էլ արեցիր, բայց հարցը բացատրում վիրահատության, թե տատիկները, թե պապիկները իրանք տենց շատ են լինում, ընկճված գնում են տուն, որովհետև դա հնարավոր չի լինում իրականացնել։ Հիմա գոնե այդ հարցը որ փակվի, դե ահագին թեթևանա։ Մեզ գիտեք նաև այդ հարցը շատ ուղում էին, որ ինչու եք հենց այս խումբը ներառել առաջին փուլով, որտեղ ըստ էության նրանք ամենածախսատար խումբն են, բայց սա էլ իմ կարծիքով շատ կարևոր արժեհամակարգային հարց էլ կա այստեղ։ Ի վերջո 30 տարի մենք այս մարդկանց ասում ենք, որ այո, մի փոքր էլ սպասեք, մի քիչ էլ սպասեք, մի քիչ էլ սպասեք, բայց կյանքը անցնում է եւ մարդը այսօր էլ 65+ տարիքի մարդու համար իր կենսաթոշակի հիմնական ուղղությունը ծախսի իր առողջության մասին հոգ տանելն է։ Եվ դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ այո, ավելի լավ է սկսել սահմանափակ փաթեթով ամենաանհրաժեշտից, բայց ներառել մեր բնակչության ամենախոցելի խմբերին եւս։ Դե այդ հակազդողներին, այդ լուրջ, այդ ես կասեմ, այդ հակազդողներին խնդրեմ մի օր գան հիվանդ ընդունեն այդ տարիքի տատի պապիներին, երբ որ դու ամեն դեղը ընտրելուց մտածում ես հանգարց իրա թոշակը Այո։ նստում գցում բռնում ես, էլի այս դեղը ասենք 20,000 դրամ ամիսը մարդու թոշակը այսքանը, նո հանգարց համանախապակում չլինի, դա շատ կարևոր քայլ է, մենք ընկերներով, գոլեգաներով այդ 65+-ի վրա շատ ենք ուրախացել, որովհետև այդ մարդկանց մենք իրոք ուզում ենք օգնենք, իրանք իրոք օգնության կարիքը ունեն ու դա շատ կարևոր է։ Մյուս հարցը տալիս են արդեն բժիշկները, շատ։
Բամերի փողերը ոնց եք տալու, ինչ առումով եմ ասում, պետպատվերի գիտենք, փոխհատուցման թիվը միշտ շուկայական գնից ցածր է եղել։ Ասենք վիրահատություն եղել է 400,000 դրամ, պետպատվերը փոխհատուցել է 220-230,000 դրամ։ Հիմա հարցը առաջանում, ապահովագրության շրջանակներում ոնց է այդ փոխհատուցումը կատարվելու, նույն պետպատվերի գներն են, թե իրանք ավելանալու են ու տեն մենք էլ մարդ ենք հիպոթեկներ ունենք այո եւ գիտեք ընդհանրապես բժշկի աշխատանքը պիտի գնահատվի բժշկի բուժաշխատողի բուժքրոջ եւ մենք հասկանում եւ ընկալում ենք որ եթե մենք մեր մասնագետներին նորմալ չվարձատրենք ապա ամբողջ աշխարհում այսօր բժիշկների կարիքը շատ մեծ է եւ հենց այդ պատճառով էլ այստեղ էլ ունեինք երկընտրանք կամ շատ բան խոսք տալ, բայց գների հետ կապված ունենալ էլի այդպես շատ մինիմալիստական մոտեցում, թե էլի շրջանակը պահել հստակ, կոնկրետ եւ չափավոր, բայց ամեն ծառայության համար իրականացնել խորքային գնահատում այդ ծառայության ինքնարժեքի եւ այն ծախսերի, որոնք որ իրականացնելով մենք կարող ենք որակ պահանջել։ Եվ այստեղ էլ ապահովագրության մեջ ներառված վիրահատությունների, ծառայությունների մասով լրջագույն փոփոխություններ են իրականացվել։ Մի օրինակ բերեմ, էլի այսպես տարածված վիրահատություններից, կույրաղիքի վիրահատությունը, կարծեմ պետպատվերի շրջանակներում այն չի գերազանցում 150-160 հազար դրամը, որը այսօր իրատեսական գին չի, մենք հասկանում ենք։ Բայց ապահովագրության շրջանակներում հենց այս ամենաթերի գնահատված ծառայությունները վերափոխվել են եւ իսկապես բժիշկները եւ բժշկական կենտրոնները տարբերությունը կզգան։ Իհարկե կան ծառայություններ, որոնք վերջերս են ներառվել մեր ցանկերում եւ արդեն իսկ ճիշտ գնահատված են։ Օրինակ մեր ստրոկի ծրագրի շրջանակներում ամբողջ վիրահատական ընթացքը, դեղորայքի օգտագործումը վերջերս էին գնահատել։ Այստեղ էլ տարբեր ծառայություններ, տարբեր չափով են վերանայվել եւ միջինը, ես ասեմ, ընդհանուր որ նայում ենք, մինչև 30%-ի գների փոփոխություն է տեղի ունեցել։ Այստեղ նաև պիտի նշեմ, որ veranayվել է այդ ինքնարժեքի մեջ հենց բժշկի ծանրաբեռնվածությունը, բուժ քույրերի եւ այն սպասարկող անձնակազմի նաև փոխհատուցումը, որտեղ այստեղ էլ պետպատվերի շրջանակում կարծես թե մենք ֆիքսել ենք բժշկի աշխատավարձը, բայց եւ բժիշկների աշխատավարձը վերջին տարիներին իսկապես աճել են։ Միջին աշխատավարձը մեր երկրում իսկապես շեշտակի աճել է։ Նույնը չեն կարող ասել բուժքույրերի մասին, եւ մենք նաեւ միգրացիան ենք տեսնում մասնագիտական, այստեղ էլ մենք պիտի շատ արագ մեր որոշումները այնպես անենք, որ ճիշտ բալանսը ապահովենք մասնագիտություն ընտրելու նաեւ։ Հա, որովհետեւ բուժքույրերի միգրացիա ոչ միայն կա դեպի դուրս, այլ նաև ուրիշ մասնագիտություններ, այո։ Կամ շատ պրոֆեսիոնալ բուժքույրեր, որ սկսում են զբաղվել կոսմետոլոգիայով, կամ սկսում են զբաղվել ընդհանրապես բժշկության հետ կապ չունեցող գործերով։ Իդեպ շատ լավ ասացիք, ես ուզում եմ եւս մի անգամ մեր բուժքույրերին շնորհակալություն հայտնել, որովհետեւ այն աշխատանքը, որ իրանք տանում են, այն տանջանքը, որ իրանք տանում են, ու իրանք կարան այդ տանջանքը կես տանջանքով ավելի շատ գումար վաստակել, ուրիշտեղ իրանք իրոք նվիրյալներ են, որոնք աշխատում են մեր կողքին։ Տիկին նախարար, այսինքն մի քիչ նորմալ փող ենք ստանալ այդ վիրահատությունից եւ միջամտությունից։ Նախ ասեմ, ամեն վիրահատությունն է ավելի լավ է վարձատրվելու, բայց նաև ավելի շատ է կարողանալու պացիենտներ սպասարկել, որովհետև մենք հասկանում ենք, որ քանակը բերում է որակ, քանակը բերում է նաև փոխհատուցման լրիվ ուրիշ մասշտաբներ։ Բժշկությունը, եթե այդ քանակը չի անցնում հոգնածության սահմանը, իրոք այն տեղն է, որտեղ քանակը բերում է որակ, որովհետև քիրուրգը, որը վիրաբույժը, որը ավելի շատ է վիրահատում, ինքը ավելի լավ վիրաբույժ է, դա աշխարհում ընդունված փաստ է, այնտեղ նույնիսկ եվրոպական չափանիշներ կան վիրահատությունների համար, այսքան ժամ վիրահատություն, այսքան ժամ վիրահատություն, եթե դու այդքան վիրահատության քանակ չես ապահովում, դե պրոֆեսիոնալ չես կարող համարվես։ Հաջորդ հարցը, որ բժշկական կենտրոններն են կարողանալու օգտվել ապահովագրություններից, որովհետև մենք ունենք նաև բժշկական կենտրոնների շեշտակի աճ մեր երկրում, մասնավոր բժշկական կենտրոններ կան։ Իդեպ ասեմ, այսօր որ հաղորդումը դուրս է գալու, ես օրինակ Վանաձորի մասնավոր կենտրոններից մեկում կոնսուլտացիաներ եմ գնելու, ուժեղ կենտրոն է բացվել Վանաձորում, հա, մասնավոր գումարներով ու անսպասելի այնտեղ տեխնիկական հետազոտություններով գովազդ չանենք, հետո ես կանեմ, ինչ եմ ուզում ասեմ, բոլոր բուժ կենտրոնները կարողանալու են օգտվել այդ ապահովագրությունից, նոր բացված, հին բացված, թե մենակ մեծ կենտրոնները, թե
պետք է ինչ-որ ցուցակ լինի համապատասխանի կենտրոնը, որպեսզի կարողանա դիմի այդ ապահովագրությունից օգտվելու։ Նախ լինելու են բուժ կենտրոնի ներկայացվող պահանջներ, որակական պահանջներ, հագեցվածության պահանջներ, լիցենզավորումից առավել, այսինքն բուժ կենտրոնը պիտի ունենա լիցենզիա, բայց հավելյալ ապահովագրական փաթեթ սպասարկելու համար պիտի որոշակի հավելյալ պահանջների ապահովի։ Նաև, տեսեք, ծառայությունների համակցություն պիտի լինի որոշ ուղղություններով, որպեսզի մեր պացիենտը չգնա մի ծառայության համար միտեղ, հետո ստացվի, որ այդ ծառայության մի ինչ-որ օղակը բացակայում է, պիտի գնա մեկ այլ տեղ եւ այլն եւ այլն։ Այստեղ մեզ համար ըստ էության մասնավոր թե պետական կարևոր չէ։ Մենք պահանջները նույնական ենք դնում եւ նույնական էլ դիտարկում ենք, որ պիտի ապահովես, որ ընդգրկվես։ Եվ պացիենտը ինքն է ընտրելու իր բժշկական կենտրոնը որտեղից է ուզում ստանալ։ Մեզ համար նաև շատ սկզբունքային է, որ գիտեք, թե մասնավոր, թե պետական բժշկական կենտրոնները պիտի մրցեն իրենց որակով, ծառայությունների մատուցման ավելի պարզ, ավելի հարմարավետ պայմաններ առաջարկելով մի բան ասեմ։ Այսօր բժշկական կենտրոնների մրցակցային ամենակարևոր կետերից մեկը հերթերի կառավարումն է։ Դուք էլ կփաստեք, որ այսօրվա մարդու համար ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, եւ եթե բժշկական կենտրոնը խելամի ճիշտ նոր տեխնոլոգիաներով հերթագրման համակարգներ դնի, ապա մրցակցային առավելություն է ստանում, անկախ նայած պետական է, մասնավոր է, մեծ է թե փոքր է։ Եվ այստեղ է, որ մենք պիտի այսպես հոսքերը բաց թողելով քաղաքացու տեսանկյունից ստիպենք, որ մեր բժշկական կենտրոնները նաև անընդհատ զարգանան։ Պայմանը բոլորի համար, մասնավոր թե պետական նույնն է լինելու, բայց այստեղ էլ մի խնդիր ունենք, որ հետագայում մենք պիտի գնահատելով, մենք այդ աշխատանքները արդեն իսկ իրականացնում ենք, մենք պետքա մեր ընդհանուր մահճակալային ֆոնդը Հայաստանի գնահատենք եւ բաշխվածությունը ճիշտ քարտեզագրենք եւ ինչ որ առումով նաեւ նորմավորենք, որpիսի այսպես էլ չլինի, որ նայեք, մի կենտրոնի կողքը բացվում է մեկ այլ փոքրիկ կենտրոն, երկրորդ կենտրոն, այստեղի բժիշկը գնում է այնտեղ, այստեղ ծառայությունը իջնում է եւ կանխատեսելիությունը պացիենտի համար կորում է եւ այո մրցակցություն, այո ներդրումներ, բայց ինչ որ մի կետի մենք պիտի գանք նաեւ հստակ այստեղ մաստեր պլանի մեր երկրի համար։ Իսկ մարզային բուժկենտրոնները գնանք դեպի մարզեր, որովհետեւ Ձեզ դեպք պատմեմ, վիրահատություն պետք է իրականացվի շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան, հիվանդը զանգեց, խնդրեց իրականացնենք, գումարի չափը ասացի, որ սահմանել է հիվանդանոց, հիվանդը ասաց շատ թանկ է, բժիշկ ջան, ասի որտեղից եք, բա Արմավիրի մարզից, ասի Արմավիրում իմ սարքից լավն է դրած հիմա։ Գնացեք Արմավիրում, անցեք ձեր վիրահատությունը, ես անձամբ կզանգեմ բժշկին, այնտեղ շատ լավ մասնագետ կա, որը Երևանում էլ է աշխատում, Արմավիրում էլ է աշխատում։ Սարքը իրոք մեր հիվանդանոցի սարքից լավն էր այդ պայն, որտեղ ես աշխատում եի։ Հիվանդը չուզեց։ Ինքը գումարը հայթայթեց, եկավ Երևանում վիրահատվի։ Իր համար տենց դրոշակ էր Երևանում վիրահատվելը, բայց ասում եմ, Արմավիրում ինքը ստանալու էր նույն բուժօգնությունը, գրեթե 50%-ով ավելի էժան, տանը մոտիկ, ամեն ինչը մոտիկ։ Ոնց ենք աշխատելու այն ուղղությամբ, ոնց ենք եմ ասում, որովհետև ձեր պատրաստ եմ աշխատեմ, որ Սյունիքից, Արմավիրից, Վայոց ձորից, Լոռուց մարդիկ մնան բուժվեն իրենց բժշկական կենտրոններում ու մենք ծայրահեղ դեպքերում, որտեղ պետք է արդեն նեղ սպեցիալիզացիա, օրինակ ինֆեկցիոն հիվանդանոց է պետք կամ հոգեբուժական կամ սրտաբանական լուրջ վիրահատություններ են պետք, նոր հասնեն իրանք Երևան, մինիմալ բուժօգնություն սպասարկվի մարզում։ Այստեղ երկու ուղղություն էլ կա։ Նախ հիպոթետիկ ենք վերցնում Արմավիրը, որևէ մի այլ կենտրոն, պիտի այս դեպքերին հասկանա, թե ինչու քաղաքացին ում համար մենք ապահովել ենք այնտեղ, չի գալիս իր մոտ։ Կարող է տեղեկատվությունն աթերի, կարող է նաև բժշկական կենտրոնի արված աշխատանքը բավարար չի ներկայացվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ գալիս է նորից ու նորից ճիշտ մարքեթինգ, ճիշտ մրցակցություն եւ այո, մենք որևէ մեկին չենք ստիպելու, պարտադրելու, որ մարզից օգտվի, Երևանից օգտվի։ Մենք պետքա հասնենք կառավարման մարզային կենտրոնների այն մակարդակի, որ իրենք կարողանան հասնել մարդկանց ճիշտ ուշադրությունը գրավել, մեկ անգամ ծառայությունը տրամադրելով, այնպես անեն, որ այդ մարդը չուզի գա Երևան։ Ինչու, որտեվ Երևան գալը հավելյալ ծախս է։ Երևան գալը նշանակում է նաև չգիտեմ, սկսած տրանսպորտից մինչև սնունդի ապահովում, մինչև այս կողմ, այն կողմ, այն կողմ։ Եվ սա է խնդիրը, որ
ճանաչելի դարձնել այն արդյունքները, ինչ որ մենք ունենք, դրանք ավելի ճիշտ գրագետ մարքեթինգային գործիքներով հասցնել մեր քաղաքացուն, մրցակցել նաև ձեզ հետ, նաև Երևանի հետ եւ ապացուցել մեր պացիենտին, որ այո, նույն ծառայությունը կարող է ստանալ քո բնակավարին ավելի մոտիկ տեղ։ Տիկին նախարար, պետպատվերի հետ ինչ է լինում։ Պետպատվերը տեսեք, մենք երամյա փուլ ունենք ամբողջական ներդնելու համար ապահովագրությունը եւ ամեն տարի պետպատվերի ծավալը կնվազի այն խմբերի մասով, ովքեր կանցնեն ապահովագրության մեջ, մինչեւ որ մարման կարգով 2029 թվականից այլևս պետպատվեր որպես այդպես միջոցառում չենք ունենա։ Մենք կունենանք նվազագույն ծառայությունների ցանկ, որը մարդը եթե չունի ապահովագրություն այդ պահին, ասենք, չգիտեմ, վճարումները չի իրականացրել, կամ մեր երկրի ռեզիդենտ կամ քաղաքացի չի, այդ նվազագույն ծառայությունների փաթեթը իրեն հասանելի կլինի։ Դա շտապ օգնությունն է, վարակիչ հիվանդությունների որոշակի շրջանակ է, եւ այն ամենաանհրաժեշտը, ինչ որ հումանիզմից ելնելով ցանկացած երկիր տրամադրում է անկախ անձը ունի ծածկույթ թե չունի ծածկույթ։ Եվ մենք պետպատվերը կդառնա պատմություն։ Ինչի համար է հարցը հնչեցրեցի, արտամարմնային բեղմնավորումը, որը շատ ինտենսիվ Հայաստանում զարգանում է ու ոնց հասկացա ներդրումից հետո 1000-ից ավելի երեխա է ծնվում։ 1350-ից 1350։ Օ, չէ, 1350 լուրջ թիվ է։ Մեր նմանած մեր երկրի համար, ու ես եմ արտամարմնային կենտրոնում զբաղվում, որը զբաղվում արտամարմնային բեղմնավորմամբ, ու շատ հետաքրքիր էր մեր պետպատվերը դուրս է գալուց, թե չէ, որովհետև այդ քաղաքացիները թե ինքը անցնելու ապահովագրական շարք։ Բոլոր այն խմբերը, ովքեր կանցնեն ապահովագրության շրջանակ, իրենց մենք կֆինանսավորենք արդեն այս խողովակով եւ ինչպես ասեցի 29-ին բոլոր արդեն երբ որ անցնեն պետպատվերի որպես տող կվերանա, բայց բոլոր այս ծրագրերը կներառվեն արդեն ապահովագրության մեջ։ Այստեղ հետաքրքիր արտամարմնային բեղմնավորումը դեռ սպասելու է, ինքը դեռ պետպատվերով է սպասարկվելու։ Այո, դեռ հələ շարունակվի 3 տարի դեռ մարդկանց կյանքում, ովքեր ունեն այսօր երաշխիք եւ դեռ չեն մտել ապահովագրություն, որևէ բան չի նվազի։ Իսկ օնկոլոգիական վիրահատությունները նմանապես նույն ձևով դեռ պետպատվերի տողը կմնա չարորակ նորագոյացությունների մասով այն անձանց համար, ովքեր որ ապահովագրության մեջ չեն ներառվում։ Ով ունի գնում է ապահովագրություն։ Ով ունի արդեն կսպասարկվի ապահովագրության շրջանակում։ Հասկացա։ Հա, այսինքն մարդիկ Իմ աշխատավարձը վերցնենք, եթե 180,000 դրամ է եւ կարիքը կա չարորակ նորագոյացության։ Այո, եթե կարիքը կա, ուրեմն կսպասարկվեն պետպատվերով։ Եթե 200,000 դրամից ավել է եւ ես մտնում եմ ապահովագրության մեջ, արդեն կսպասարկվեմ ապահովագրության մեջ։ Այստեղ մի հատ հարց կա, որ էլի խնդրել են ձեզ տամ, ես այդ հարցի հետ շատ համաձայն չեմ, որտեվ ինքը մի քիչ մարդկային պետության տեսանկյունից մի քիչ ուրիշ ձև է նայում, բայց մարդիկ կան, որ ասում են, որ մեր երկրում շատ քաղաքացիներ աշխատում են սևով։ Վարորդներ են, մարդիկ են, ովքեր, չգիտեմ, վերանորոգման աշխատանքներ են անում, ու իրենք նույնիսկ կարող բժշկից ու մնացած իրավաբանից ավելի շատ գումար վաստակեն իրենց արած արեստով։ Մենք շատ գնահատում, սիրում ենք, բայց քանի որ պետության մեխանիզմներին դեռ իրենք չեն տիրապետում, իրենք չեն մտնում հարկային դաշտ։ Մարդիկ կան, որ ասում են, ինչու ես պետքա վճարեմ այդ քաղաքացիների փոխարեն։ Ես լավ լուր ունեմ, որևէ մեկը որևէ մեկի փոխարեն չի վճարելու։ Մենք ապահովագրության մեր մոդելի մեջ, այսպես է, փաթեթի արժեքը 129,600 դրամ է, ես վճարում եմ իմ փաթեթի արժեքը եւ վճարում եմ իմ ստանալիք ծառայությունների համար։ Պետությունը մեր բոլորի վճարած հարկերի արդյունքում վճարում է մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց եւ միայն հաշմանդամության կարգ եւ անապահովության միավոր ունեցողների։ Սա այն խմբերն են, որոնց համար մենք վճարելու ենք բոլորիս հարկերով։ Ես ճիշտ հասկացա, մինչև 18 տարեկան երեխաները մեկը օգտվում են պետպատվերից, հաշմանդամություն կարգ ունեցողները մեկը օգտվում են պետպատվերից, զուտ էս բեռին գումարվել է 65+ անձիկ, որոնք իրոք այո, մեր բոլորի պարտքն է, որ ինչ որ մի կետից, այո, մենք մեր հարկերի արդյունքում հոգանք ում ծախսը, մեր ծնողների ծախսը, որտեվ այսօր էլ մենք ենք այդ ծախսը հոգում։ Եթե ազնիվ լինենք, մեր կենսաթոշակը չի բավարարի, որպիսի անձը
թանկարժեք վիրահատություն ստանա։ Ով է այդ ծախսը հոգում։ Մենք ենք հոգում։ Հիմա մենք ասում ենք մեր բոլորի հավաքած հարկերի արդյունքում այդ հոգալու ծախսը ավելի տանելի է դառնում։ Իսկ մեր ապահովագրության համակարգում չկա աշխատել, չաշխատել, ես չեմ աշխատում, դրա համար իմ համար ուրիշը վճարի։ Եթե դու 18-ը լրացել է անձը, դեռ 65 տարեկան չես, հաշմանդամ չես եւ անապահովության բալ չունես, ուրեմն պիտի աշխատես եւ քո ապահովագրության համար վճարես։ Եվ հաջորդ կետով մենք խրախուսում ենք հարկ վճարելը, որովհետեւ նայեք, ստացվում է, որ ես միևնույնն է պիտի վճարեմ։ Եթե զբաղվում եմ տան վերանորոգումով, չեմ հայտարարագրում իմ եկամուտները, միևնույնն է ես 129.600 դրամ պիտի վճարեմ։ Բայց եթե հայտարարագրեմ, եթե հարկերս վճարեմ, այդ իմ վճարած հարկերից հետ վերադարձ կստանամ եւ ստացվում է բոնուս կլինի իմ առողջության ապահովագրությունը այն բանի համար, ինչ որ իմ պարտքն էր հանդիսանում։ Դրա համար մեր երկրում հարկ վճարելը դառնում է ձեռնտու։ Ձեռնտու չէ, օրինական, եկեք տեսանկյունից խոսանք։ Այո, բայց նաև այս տեսանկյունն էլ է կարևոր։ Մարդը այդպիսի էակ է։ Երբեմն պարտավորությունը նաև, երբ որ դառնում է ձեռնտու, շատ ավելի հաճելի է լինում այդ պարտավորությունը իրացնելը։ Միանշանակ։ Բայց ինձ sense հարց հետաքրքրեց, եթե մարդը, օրինակ, մեքենայի ապան, եթե չես ունենում, քեզ տուգանում են։ Այո։ Առողջության ապահովագրություն չունենալուց չեն տուգանվելու, չէ՞ մարդիկ։ Գիտեք, այստեղ վարչական պատասխանատվության մաս լինելու է։ Տուգանք ինչ ոնց, դա ինձ թվում է մի քիչ ավելի ազգային ժողովում դեռ հենց կճշգրտենք, բայց այո, լինելու է վարչական պատասխանատվություն։ Պլյուս մարդը չի օգտվելու այդ բուժօգնությունից, դա ամենակարևորն է։ Եթե օրինակ տարական օրինակը վերցնենք, ես այսօրվա իմ մի հիվանդի օրինակը բերեմ, իրան անհրաժեշտ էր համ կատե հետազոտություն, իրան անհրաժեշտ էր համ սոնոգրաֆիկ հետազոտություն, իրան անհրաժեշտ էին անալիզներ։ Այդ բեռը արդեն իսկ 200,000 դրամ ու ավել է, այսինքն $600 ինքը հետազոտություն է անցնում։ Ինքը վճարելով մոտավորապես $300 տարեկան ինքը կստանա անհամեմատ փաթեթ, որը, բայց ինչու հենց այդ է կարևորը։ Ինչու ինքը կստանա դա, որովհետև երբ որ մենք բոլորս ենք միանում ու համակարգ ստեղծում, դա հնարավոր է դառնում ամեն մեկի համար։ Եթե ապահովագրական ընկերություններն էլ գիտեք, իրենց փաթեթը տրամադրում են միայն կոլեկտիվ պայմանագրերի պարագայում, որովհետև ակտուարական հաշվարկը չես կարող անել մեկ անձի համար։ Եվ ստացվում է մենք մեկս մյուսին աջակցելու ենք նույն ծառայությունները ավելի լավ պայմաններով ստանալու համար։ Որովհետև ոչ մեկ չգիտի վաղ իր հետ ինչ կլինի ու այդ գումարը ոնց պետքա բաշխվի կամ ծախսվի։ Հաջորդ հարցը շատ եմ հարց տալի, չէ՞ ձևն է sense տիկի նախորդ։ Շատ կարևոր է, պիտի շատ խոսենք եւ նաեւ ռիսկերի մասին խոսենք։ Այդ հաջորդ հարցը sense դրա մասին էր, հերթերը։ Էլի մեր բժիշկներից հարցրեցին, առաջնային օղակում աշխատող մեր բժիշկները, արդյոք առաջնային օղակը պատրաստ է, արդյոք առաջնային օղակը կարողանալու է այդ մեծ քանակի հիվանդներին ընդունի, հերթերի քանակը, որ հերթերը շատանալու են եւ այլն, ու երկրորդ ռիսկը, որ կստացվի, որ ով գումար ունի հավելյալ վճարելու կգնա առանց հերթերի, ով գումար չունի, պիտի սպասի իր ապահովագրականին, ոչ թե կաշառքի տեսքով, այլ կասի լրացուցիչ, կասեն վճարեք, եկեք ձեր վիրահատությունը հենց վաղն է կանենք։ Ապահովագրությամբ 5 շաբաթից է հերթը հասնում։ Ձեզ այնց առաջ անցնեմ, որ բոլոր ապահովագրական ունեցող երկրներում այս մոդելները գործում են, էլի, նմանատիպ։ Այո, եւ այստեղ ամենակարևոր դիլեման է։ Ծառայություն չես ստանում, որովհետեւ գումար չունես, ծառայություն ստանում ես, որտեղ ապահովագրական համակարգ կա, բայց այդ ծառայությունը ստանում ես հերթագրման միջոցով։ Եվ այստեղ պիտի տարբերակենք։ Կան անհետաձգելի դեպքեր, որոնք որ իհարկե ֆիզիկական դիմելիության պոտենցիալը հաշվարկելով մենք կարծում ենք, որ պիտի մարսենք, իսկ հերթագրման ենթակա ծառայությունների մասով այո լինելու են հերթեր։ Եվ հերթերը նորմալ երևույթ են զարգացած առողջապահական համակարգերի համար։ Այստեղ էլ պիտի հասկանանք, որ ցանկացած ռեսուրս պիտի ծախսվի ճիշտ տրիաժավորման արդյունքում։ Մարդուն անհրաժեշտ է հրատապօգնություն, ուրեմն մենք պետք է նրան հրատապօգնությունը տրամադրենք։ Անհրաժեշտ է, օրինակ, ծնկան հոդի վիրահատություն, էնդոպրոթեզի տեղադրում։ Արդյոք դա եթե 3 ամիս հետո ստանա քաղաքացին դրանից
խնդիր կունենանք, ոչ իհարկե, որտեվ այլ տարբերակում նա ընդհանրապես չէր ստանալու կամ պիտի գնար պարտք վերցներ, որ բերեր վճարեր, հետո այդ պարտքը փոխհատուցեր։ Եվ այո, իհարկե, մասնավոր ապահովագրական փաթեթի շրջանակներում էլ այո լինելու են ավելի շատ վճարող անձինք, որոնք ավելի համապարփակ ծառայությունների փաթեթ են ստանալու իրենց, այսպես ասած, ոչ թե հերթապահ բժիշկի, այլ իրենց հրավիրյալ բժիշկի գուցե ծառայությունից են օգտվելու, բայց սա անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հավելյալ է, ոչ թե փոխարինում է անհրաժեշտ օգնությունը։ Ոչինչի տեղը մենք ստանում ենք համակարգ, կարող է հերթեր լինեն եւ այլն եւ այլն։ Հա։ Տիկին նախարար, մի քիչ շեղվենք էլի այս ապահովագրական թեմայից։ Եղբայրս որ բանակում էր ծառայում, մամաս 2 տարի հետը ծառայել է։ Բառից բուն իմաստով, հա, ինքը մենք ընտանիքով ենք ծառայում, բայց մամաս ոնց որ պոստերում ելներ հետ, էլի տես մի իրավիճակ էր, որովհետեւ հա, գիշերը վատ երազ ընտեսը, ցերեկը տենաս ինչ կերավ, ասում եմ, մամ, եկա տղայա ծառայումը։ Դու ձեր որդին ծառայում է հայոց բանակում։ Սյունիքի մարզում։ Այս վերջերս 3 եք դուք այցելել ընդեր իրան տեսակցության, ոնց եք կարողանում համատեղել զինվորի մամայի առօրյան, հա, հենց այդպես զինվորի մամայի առօրյան, որտեղ լրիվ տարբեր առօրյա է, ու այն առօրյան նախարարի առօրյան։ Ամեն դեպքում մենք ձեր ձեռի տակ ենք, մեզ էլ եք, չէ՞ հիշում։ Ոնց է լինում դա։ Այո, ասեմ համատեղման օրինակ կա, որ եթե Լևոնն է զանգում, ուրեմն ես վերցնում եմ հեռախոսը, անկախ ինչ հանդիպման ժամանակ է, սա այդպես է, եթե տեսնում եմ Լևոնի անունը հեռախոսի վրա, ուրեմն դա այն զանգն է, որ ես չեմ բաց թողում։ Բայց իհարկե էմոցիոնալ առումով շատ բարդ էր հենց առաջի շրջանը, երբ որ եւ մենք էինք սովորում, որ նախ արդեն չափահաս դարձած երեխան տնից դուրս է գալիս, դա արդեն դժվար է մամայի համար, ծնողի համար, իսկ նաեւ բանակ գնալու հետ կապված վախերը, անհանգստությունները միանշանակ բարդ է, բայց գիտեք, մամաները երևի իրանց երեխեքին նաեւ լավ են ճանաչում եւ ոչ թե պետքա փորձությունը դիմացից հանես երեխայի, որ չսովորի այդ փորձությունը անցնել, այլ պետքա կողքը հետևում կանգնած էմոցիոնալ իրան աջակից լինելով ստիպես, որ ինքը անցնի, որովհետեւ այդպես է մարդը հաջողության հասնում։ Տենց է սովորում քայլել, տենց է սովորում դպրոց գնալ, այդպես է սովորում ընկերներ ձեռք բերել։ Կյանքը ընդհանրապես դժվար բան է։ Ու կյանքից խուսափել չի կարելի ու պետք չի։ Եվ մենք հայ մամաներս սիրում ենք շատ ավելի տղաների նկատմամբ այլ վերաբերմունք ունենք, որը պիտի հաղթահարենք։ Եվ ես հուսամ, որ այս խաղաղության գործընթացը պիտի մեզ օգնի հայ մամաներին այդ կոմպլեքսը հաղթահարելու։ Դե շատ բան տեսել հայ մամաները վերջին 30 Այո, լավ կյանքից չի, որ այդ վախերը կան։ Դրանից է այդ վախերը գալիս, այդ ամեն ինչը իմ աղջիկն էլ, օրինակ, որ այս վերջերս մանկապարտեզով գնում ենք էքսկուրսիա։ Ոնց որ երեք լներ, որ ինքը չէր շարժվում, ինչ որ sense պարկած էր, ու հիմա ինչ որ մանկապարտեզից ասում եմ տանում ենք իրանց կենթանաբանական այգի էքսկուրսիայի։ Ու վախենալու է, չէ՞։ Վախենալուն որն է, մեր կնոջից ասում եմ, մեր կարող է չտանեին, չգնա հələ պուճուրա, որ ինչ կենթանաբանական, ես կտանեմ, ու տենց մեզ մի ձև հաղթահարել ենք, տվել ենք դաստիարակներին, իրանք տարել են կենթանաբանական այգի, ինքը իր ընկերների հետ նկարվել, Ընթացքում կարող է ընկնել, ոդկը վնասել, բայց ոչինչ, բայց պիտի գնա, պիտի սովորի։ Ես սենց վերաբերմունք ոչ միայն տղայի, աղջկաս նկատմամբ էլ նույնը ունեմ։ Երբ որ ավարտական դասարաններում ասեց, որ ուզում եմ դիմեմ արտերկիր սովորելու, ասացինք դե հələ դիմի, դե հələ scholarship կշահես, հետո կտեսնենք։ Կարծես սենց նաև հետաձգելով որոշում կայացնելու պահը, հետո դիմեց հիանալի առաջադիմությամբ, scholarship-ը շահեց, եկավ գնալու պահը եւ 18 տարեկանում մենք որոշեցինք, որ այո, պիտի գնա ինքնուրույն սովորելու։ Ավելին հիմա էլ իր համալսարանից հավելյալ այսպես մրցույթի մասնակցելով շահեց մի սեմեստրը այլ երկրում անցնելու Հոնկոնգում, որը մեզ համար շատ ավելի անպատկերացնելի վախերով լի էր, բայց կարծես թե հաղթահարում ենք։ Կարևորը հենց այդ է, երբ որ մարդու մեջ ձգտումը կա, սովորելու, առաջ գնալու, այդ
ծնողը չպետք է դա երբեք կանգնացնի, որովհետև մենք տեսնում ենք ճակատագրեր դասարանցիներ, ովքեր շատ լավ սովորում են, բայց օրինակ այն ժամանակ կարծրատիպերն ավելի ուժեղ են, իրանց միանգամից ամուսնացնում են կամ կարծրատիպեր, որ արտասահմանում սովորելու համար աղջկա համար չի։ ինձ դա աղջկա համար չի։ Ես դες ուրիշ օրինակ բերեմ մեր ոդկասթում, ես Ռուսաստանի Դաշնությունում եմ արդինատուրա սովորել։ Մամաս ինձ հիմա նայեք ինչ արել։ Մամաս ինձ եկող մարդու հետ ուղարկել էր Զուգագուլպաներ։ Ասում եմ, մամ, ես բանակում չեմ, ես Ռուսաստանում եմ։ Մամայի համար հերո Սուպերմարկետ կա։ Ես գիշտեմ իմ մաման, ասենք, մամ ջան, այո, մամաները մամա են ու ոչինչ։ Պիտի ընդունել նվերները։ Ասում եմ, մամ ջան, ստեղ կողքի խանութում կա լավ լեժան, լավ ուրիշ ձև ու դա ես հասկանում, որ մաման մի քիչ ավելի ուրիշ ձև է այդ ամեն ինչին նայում։ Գուցե հենց կյանքի այդ սանսարան, որ ասում են, հենց դա է, որտեղ մարդիկ իրենց երեխաների մեջ են շարունակվում։ Խոսեցինք երեխաներից, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, այս անկեղծ շնորհակալությունը ամեն տարի մենք Մուրացյան բժշկական կենտրոնի դիաբետի բաժնում մենք հատուկ տորտիկներ էինք թխել տալիս ու երեխեքին էինք տանում առանց հրապարակայնացնելու Մուրադյան Իրինայի հետ էնդոկրինոլոգ Իրջան բարևներ ինքը հիմա Ցյուրիխում շարունակում է իր ուսումը ու այդ երեխեքին որ նայում ես հասկանում ես որ դարը նենց է դարել որ այդ երեխեքը լիովին նույն լիարժեք կյանքով կապրեն եթե առաջի տիպ դիաբետով հիվանդի կյանքը տևում էր մոտավորապես 40-50 մի քիչ ավել տարի հիմա առաջի տիպ դիաբետը իմ մոտ գալիս են հիվանդներ որոնք գումար ունեին ու իրենց այդ պատճերը թևերին կպած սմարթֆոնի վրա որ շաքարս մի քիչ բարձրացավ միշտ բաժակ կոնյակից ես ինսուլինը տեղում սրսկվեցի ընկերներ ունեմ նույնիսկ տենց ու շնորհակալություն ձեզ այդտեղ այդ բոլոր երեխաներին հատկացնելու համար այդ սարքելը իրանք էժան հաճույք չեն հասկանում պետության վրա դա շատ մեծ բեռ է որովհետև հասարակ քաղաքացու վրա ունևոր քաղաքացու վրա դա մեծ բեռ է ու այդ երեխեքը որ անխտիր բոլորը ստանալու են այդ պատճերը հսկելու են իրենց շաքարը տեսնելու է ուսուցիչը տեսնելու է մայրիկը տեսնելու են էնդոկրինոլոգը դա շատ կարևոր է որտեղից եկավ այդ միտքը ու ոնց է իրականացվում այդ ամեն ինչը շատ լավ թեմա է այս ծրագրի վրա 2-3 տարի առաջ արդեն սկսել էինք աշխատել հաշվարկներ անել եւ այո բավական մեծ գումարներ էր անհրաժեշտ բայց մենք հասկանում ենք որ շաքարային դիաբետը ներկայի ու ապագայի ցավոք սրտի հիվանդությունն է ու մենք պիտի սովորենք ճիշտ կառավարել այն թե չէ դրա հետևանքների վրա ծախսերը ավելի թեթև չեն լինելու եւ ուրախ եմ որ նաեւ թե ծնողների հետ թե մեր բժիշկների հետ ինտենսիվ երկար աշխատել ենք եւ իրապես շատ մեծ ձեռքբերում եմ համարում որ այս տարի մենք ծրագիրը մեկնարկեցինք առաջիկայում արդեն սարքերը կժամանեն Հայաստան սա գործընթաց է եւ մենք ոչ միայն այդ սարքն ենք գնել այլ ինքը ամբողջական մի ծրագիր է կրթական կոմպոնենտով բժիշկների հետ աշխատելու եւ ինտենսիվ այդ 24 ժամյա մոնիտորինգը ապահովելու մասով մինչեւ տարվա վերջ առաջին փոքրիկների արդեն սարքերը կտեղադրվեն, կուսուցանվեն եւ ես վստահ եմ որ նրանց կյանքի որակը էականորեն փոխվելու է։ Տեսեք, նրանք դպրոցում այլևս չպիտի մտածեն որ շատ վազեցին, քիչ վազեցին, կերան, ինչ կերան եւ նաեւ ծնողը պիտի հանգիստ լինի, որ երեխան մանկապարտեզում է, դպրոցում է, բայց սմարթֆոնի վրա ամեն ինչ երևում է, եթե կա շեղում նորմայից, ապա արագ միջամտությունը լիովին բավարար է իրավիճակը չբարդացնելու համար։ Եվ հոգեբանորեն էլ գիտեք, ամբողջ կյանքում օրը 2 անգամ մատը ծակել, այդ միջամտությունը անելը երեխաների համար դժվար բարդ process է։ Դրա համար մեր ամենալավ ավանդույթն է, ամենալավը մեր երեխաներին։ Եթե մեր դիտողներին ասենք, որ այդ մոտավորապես ես գնային ասեմ, էլի, որ ասում ենք թանկ, ինքը իրոք թանկ է, որովհետև տարեկան մի 800 միլիոն դրամի մասին է խոսքը։ Դուք նախարարական եք ասում, այդ մի ծրագրի բանն է։ Մի երեխան, եթե ծնողը գներ դա, մոտավորապես $1200-1300, այսինքն մի պատճը 65-ից ամենաէժանը մինչև $100։ Մենք նայում ենք բարբերաբար հիվանդների համար, որովհետև շատ ենք աշխատում դիաբետով հիվանդների հետ, ոչ մեկ թող չմտածի դիաբետը դա մենակ էնդոկրին խնդիր է, ամեն ինչի խնդիր է դիաբետը։
դիաբետը, անոթներ, երիկամներ եւ այլն։ Հետևանքների հետ բոլոր բժիշկները առնչվում են։ Կուրություն եւ մնացած բոլորը ու պետք է հասնեն նույն երկրորդ տիպի դիաբետի դեղորայքը, որ սկսում են պացիենտները ստանալ, հետաքրքիր փաստ մենք արդեն շատ քիչ ենք տեսնում ամպուտացիայի դեպքեր, որը ժամանակի շատ նորմալ երևույթ է, ասում են դե շաքար ունի, մեր ոտը պետքա կտրեն։ Իսկ հիմա մենք այդ երևույթը չունենք։ Բայց այդ ծրագրերի մեջ մտնում է նաեւ օրինակ դիաբետի կանխարգելման ամենալավ գործիքը դա վազքն է, քայլքն է, հեծանիվն է, մարզադպրոցն է, ֆուտբոլն է եւ այլն։ Ինչ ենք մենք նախատեսում, որ երկրորդ տիպ դիաբետը գլուխ չբարձրացնի մեր երկրում, մենք օրինակ առողջ սերունդը ավելի շատ գնա դեպի ավելի առողջի կողմը։ Ինչեր է նախատեսում առողջապահության։ Ես ասեմ, այստեղ շատ կարևոր է մեր դպրոցաշինության ու մանկապարտեզների այս լայնածավալ ծրագիրը, որովհետև մենք կրթությունը պիտի հասկանանք ամբողջական՝ մարմնի կրթություն, մտքի կրթություն, հոգու կրթություն, եւ չի կարող երեխան լիարժեք մեծանա, եթե չգիտի վազել, եթե չգիտի բարձրությունից թռնել, եթե չգիտի լողալ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ սա մեր առաջնահերթ կարևորագույն ծրագրերից է, որ մեր երեխաները պիտի սովորեն առողջ ապրելակերպը, սկսած առաջին քայլերի հետ։ Ամեն հատվածով խնամք բերանի, հիգիենա, ընդհանուր, ճիշտ մարմնամարզություն, սեփական մարմնի մասին հոգ տանելու մշակույթ։ Եվ սա է, որ մեզ պիտի առողջ սերունդ ապահովի, մեր երկրի անվտանգությունը ապահովի, որովհետև մենք չենք կարող միայն տեսնել արտաքին վտանգները։ Վտանգները շատ դեպքերում նաև ներքին են, եւ մենք պիտի պատրաստվենք դրան։ Հաջորդիվ տեսեք, առողջ ապրելակերպի մասով մենք հասկանում ենք, որ սա երկարաժամկետ ծրագիր է, պիտի կարճաժամկետ շատ մեծ արշավներ իրականացնենք, որոնք անում ենք ամեն տարի եւ շարունակելու ենք։ Մենք վերջին տարիներին երեխաներից բացի ընդգրկեցինք նաեւ տարեց անձանց եւ հասկացանք, թե ինչքան պահանջված է, որ մարդիկ մի տեղ ունենան, գնան իրենց առողջության մասին գիտելիք ստանան, փորձարկեն պարզ ֆիզիկական վարժություններ, որոնք տանն էլ կարող են անել, բայց երբ որ մի խմբակ կա, որտեղ կարող ես գնալ ընկերների, ընկերուհիների հետ եւ ձևավորել նաեւ սոցիալական շփումներ, արդյունքը շատ ավելի էական է։ Երբ որ հետդ համախոհ կա, որ առավոտ 7-ին քո հետ դուրս կգա վազելու, ավելի հեշտ է։ Չնայած այդ մեկ-մեկ խանգարում է։ Չէ, համախոհների հետ միշտ չի որ զարթնում են։ Դե լավ, ես էլ եմ այսօր քնել։ Տիկին նախարար, բժիշկները նաև անհանգ ստանում են այն թեմայով, որ մենք չունենք հստակ ուղեցույցներ։ Ոնց է որոշվելու, որ օրինակ այս հիվանդության համար այս վիրահատությունը ցուցված է։ Ժորժ ջան, ունենք։ Եվ հենց շատ կարևոր է, որ այս մեր գործելակարգերը հարյուրավոր ալգորիթմիկ, պարզ քայլաշարերով մշակված, հաստատված եւ հրապարակված են։ Այստեղ նաեւ ուզում եմ ձեզ էլ խնդրել այս մասին մի քիչ ավելի լուսաբանել, տեղեկացնել, որովհետեւ այո, ապահովագրության մեջ շատ կարևոր է, որպիսի դեպքը փոխհատուցվի, այդ ճիշտ քայլաշարերը հետևելը։ Հիմա մենք հաջորդ էտապն ենք գնում, շուտով դրանք էլեկտրոնային տարբերակով կլինեն թվային միջավայրում, որ շատ պարզ լինի, թե մենք կույրաղիքի վիրահատություն ասելով ինչ ենք հասկանում անհրաժեշտ գործողությունները, որոնք պիտի լինեն, ցուցումները ինչպես պետք է հաստատվեն, ելքերը ինչպիսին պետք է լինեն եւ այո ունենք։ Տիկին նախարար, հիմա մի քիչ sense կռիսական հարց եմ ուզում տամ, եթե դեմ չեք։ Օդի աղտոտվածության մասին եմ ուզում հարց տամ։ Երեք ընկերներով նստած էինք ու բոլորս տեղում Dyson-ի կայքից գերմանական պատվեցինք օդի մաքրող սարքեր, որովհետև մեր ընկերներից մեկը ուներ ու ցույց էր տալիս, որ իր տանոթը մաքրում է այդ սարքի միջոցով։ Օդի աղտոտվածությունը Երևան քաղաքում, եթե հետևենք սմարթֆոնների ծրագրերին, ինքը բավականին ծանր վիճակում է գտնվում, որովհետև մեկ-մեկ նույնիսկ ասում է դուրսը սպորտով զբաղվելը վտանգավոր է օդի տեսանկյունից։ Գիտենք, կեղտոտոթը ամենավտանգավոր քաղցկեղածին, սիրտանոթային խնդիրներ բերող խնդիրներից է։ Ինչ պետք է, ինչ քայլեր են ձեռնարկվում օդի մաքրման աշխատանքների հետ կապված, նվազեցնելու ավելի շուտ օդի քանակը, որովհետև կներեք ես մի բան ասեմ, համավարակի պայմաններում օդը ագին մաքրվել էր կորոնավիրուսի ժամանակ ամբողջ աշխարհում այդ PM2.5 մասնիկները լավ իջել էին, բայց առանց նոր համավարակի ինչ կարելի է անել։ Այո, սա լրջագույն հարց է, որով մենք իսկապես շատ մեծ անելիքներ ունենք եւ օդի աղտոտվածությունը այնպիսի բան է, որ մարդը չի կարող անհատապես ինչ որ մի բանով աջակցել, որ
պաշտպանի իրեն, սա պետության առաջնահերթություն է եւ նախ այսօր մեծ ներդրումներ է արվում ճիշտ չափելու մեր օդի աղտոտվածությունը եւ on-line ռեժիմում մշտապես ունենալու մոնիտորինգ, որ մենք հասկանանք, թե խնդիրները որ հատվածում են, ընդհանուր առմամբ այն չափորոշիչներ, որ մենք դրել ենք, որ դրանից ավել անցնելու դեպքում աղտոտվածության մենք պիտի ունենանք հստակ գործողությունների մեխանիզմ եւ այլն, պիտի կարողանանք ճիշտ չափելու արդյունքում ապահովենք։ Բայց ամենակարևոր հարցերից մեկը իհարկե դա աղբավայրերի վերացումն է մեր երկրում եւ աղբի վերամշակման նոր տեխնոլոգիաների ներդրումը, որի համար մեր քաղաքապետարանի գործընկերները մարզային որոշ տեղերում արդեն իսկ ծրագրերը գործարկված են։ Երևանում գիտեմ, որ արդեն նախագծի հետ կապված աշխատանքներն են արվում մրցույթի դրվելու։ Եվ հավատացեք, որ մեզ համար սա առաջնահերթություն է, որով ամբողջ կառավարությունը զբաղվում է եւ շարունակաբար զբաղվելու է, մինչեւ որ մենք լուծումը հաստատապես ունենանք։ Ես գիտեմ, որ նաեւ բնապահպանական հարցերը ընդհանուր առմամբ հասարակության հուզող ամենակարևոր հարցերից է եւ մենք սա շատ լրջորեն ենք ընդունում եւ նորից եմ կրկնում, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի լուծումները ճիշտ ժամանակին տեղ գտնեն։ Այստեղ նաեւ մեքենաների հետ կապված գիտեք, որ Հայաստանում ավտոմեքենաների ծավալների ահռելի աճ ունենք։ Եվ սա էլ է նպաստում, որ մեր քաղաքում աղտոտվածությունը շարունակաբար աճի։ Այստեղ լուծումները նաև ներքին այրման շարժիչներից անցումն է ավելի էկոլոգիապես մաքուր շարժիչներով մեքենաների եւ այս տենդենսն էլ մշակույթի փոփոխությունը ակնհայտ է։ Այսօր մենք տեսնում ենք, որ էլեկտրոմոբիլները կարելի է ասել գրավում են շուկան եւ սա կարևոր փոփոխություն է։ Հաջորդը իհարկե հասարակական տրանսպորտի զարգացումն է եւ այս բոլոր հատորները իրար հետ վստահաբար լավ արդյունք տալու են։ Հուսանք, որովհետև սա անհանգստացնող խնդիրներից մեկն է, մյուսը սննդի հետ կապված մենք հարցեր ենք ունեցել, երբ որ սննդի մեջ գտել են կանցերոգեն նյութեր ենք ունեցել, նույնիսկ սննդի վերահսկման մարմիններն են այդ ամեն ինչը բացահայտել գտել, դրա դեմ էլ առողջապահության նախարարությունը օրինակ պլան ունի մշակած քաղաքացիներին կրթելու, թե ինչպես լվանալ ուտելիք, ինչպես մաքրել, որ ուտելիքից ինչքան ուտել կամ ինչի վրա ուշադրություն դարձնել, օրինակ շուկայից չգնել այդ ուտելիքը, որովհետև ինքը կարա լինի վատ նյութերով ներծծված։ Հիմա այստեղ պիտի տարբերակենք։ Նախ, եթե մի սննդամթերք անվնաս չէ, ապա այն պիտի շուկա չմտնի եւ այստեղ բոլոր ֆիլտրերը, բոլոր օղակները պիտի աշխատեն, որ մենք նման արտադրանք շուկայում չունենք։ Հաջորդիվ գալիս ենք ավելի ճիշտ մակնշման եւ առողջ սննդի ուղղվածությունը փոխելու խնդրին, որը այո շատ մեծ նաեւ իրազեկման աշխատանք պիտի իրականացնենք։ Մարդիկ նորից ես պիտի վերադառնամ։ Շատ դեպքերում տեղեկացված չեն, որ որևէ սննդամթերքի պարունակությունը, չարաշահումը ինչի է հանգեցնում։ Տեսեք, մենք աղի մասին բավական խոսեցինք եւ այն դարձել է կարծես մեմերի շատ լավ առիթ, ինչը իրազեկման նաեւ տեսանկյունից կարեւոր է։ Մենք ունենք աղի չարաշահման խնդիր մեր երկրում եւ եթե չպայքարենք ծխախոտի դեմ, աղի չարաշահման դեմ, շաքարավազի չարաշահման դեմ, մենք առողջապահական հարցերը չենք կարողանա լուծենք, միշտ զբաղվելու ենք հիվանդաբուժությամբ, այսինքն մեր օրգանիզմի ռեսուրսները սպառելու ենք արագ եւ դառնանք բեռ մեզ համար, հասարակության համար, մեր ընտանիքի համար, մեր պետության համար։ Ծխախոտի հետ կապված, ծխախոտի հետ ինձ թվում է պետք է յուրաքանչյուր բժիշկ պայքարի ծխախոտի օգտագործման դեմ, հասկանում ենք, որ դա մեծ բիզնես է, հասկանում ենք, որ այդ բիզնեսին կանգնացնել ամբողջ մեր պետություն չի կարող մենակ վերցնի ու կանգնացնի այդ բիզնեսը, ոչ էլ կարա մեր ամբողջ Եվրոպան վերցնի կանգնացնի այդ բիզնեսը, որովհետև նույն թմրանյութերն արգելված են, բայց ամբողջ աշխարհում շրջանառվում ենք, ուղղակի ծխախոտի սև շուկա կունենանք ու արդեն մարդիկ սկսեն եռակի թանկ ծխախոտը գնել, ուղղակի պետք է մարդկանց իրազեկել, որ չկա ծխախոտի որևէ տեսակ, որը անվտանգ է։ Հիմա օրինակ փոխարինում են ծխախոտը վեյփով, վեյփը փոխարինում են էլեկտրոնայինով, մեկը մեկից մի 5% ավելի անվնաս է, բայց մեկը վնասակար է։ Այո, անվնասի հարց այստեղ չկա եւ եթե ինչ որ բաներ էլ դեռ մինչեւ վերջ հետազոտված չեն վտանգի առումով, ես ձեզ վստահեցնում եմ դա շատ ավելի վատ է։ Այսինքն մենք այսօր ունենք արտադրատեսակներ,
որոնք հստակ թոքային հիվանդությունների լրջագույն խնդիրներ են ստեղծում, ելնելով հենց այդ հավելյալ նյութերի եւ այլնի պատճառով։ Այստեղ ընդհանրապես գայթակղությունները եւ անառողջ ռիսկերը, առողջության խնդիրները ավելի հասանելի են դարձել, ցավոք սրտի, հասանելի են դարձել մեր երեխաներին, դեռահասներին, մարդկանց, թե ինֆորմատիվ առումով, թե նաև հասանելիության առումով։ Այստեղ մեր խնդիրն է նաև մարդու դիմակայությունը գայթակղիչ արատավոր բաների մեծացնել, զարգացնել։ Դա էլ ոնց պիտի անենք։ Նայեք, եթե մարդը փոքրուց սպորտով է զբաղվում, ապա վնասակար սովորություններ ունենալու նրա հավանականությունը շատ ավելի փոքր է, քան թե մի մարդ, ով որ ֆիզիկական ընդհանրապես ծանրաբեռնվածություն չունի։ Եվ սպորտով զբաղվում մարդը գիտի, որ լավ վազելուց հետո ունի նույնատիպ էնդորֆինների արդյունքում հաճույքի զգացումը, ինչպես արատավոր երևույթներից է ունենում։ Հիմա այստեղ էսա, պիտի փոխարինենք դրական էմոցիաներ ստանալու փորձառությունը լավ առողջարար բաներից։ Կախվածությունների ազգային կենտրոնն է զբաղվում է ծխախոտը, ես օրինակ չեմ։ Այո, մենք այնտեղ ունենք թեժգից, որտեղ հոգեբանները աշխատում են եւ մեր քաղաքացիները կարող են զանգահարել, դիմել, բավական լավ օգնություն է, որովհետեւ ցանկացած կախվածությունից ազատվելը բարդ դժվար ընթացք է։ Միայն որոշում կայացնելը շատ կարևոր է, բայց դրանից հետո մարդը նաև աջակցության խնդիր ունի, որը մենք անվճար տրամադրում ենք։ Հայկական այդ առողջապահական հաջորդ know-how-ն, որ եղավ Հայաստանում, դա սանավիացիան էր, որ մենք հիվանդներին կարողանում ենք շատ բարդ տեղերից ուղղաթիռներով դուրս հանել։ Ոնց է ծրագիրը աշխատում հիմա։ Բավական լավ աշխատում, մենք ընթացքում նաև մի քիչ ընդլայնում ենք ցուցումները եւ այո, որոշակի հեռավորության պատճառով կամ աշխարհագրական դիրքի պատճառով մենք օրինակ հղիներին կամ վթարների կամ երեխաների պարագայում արագ տեղափոխումը կազմակերպում ենք։ Դեռ մեր ավիացիոն հնարավորությունների գիշերային թռիչքների մասով սահմանափակ են, այս մասով ունենք խնդիր, բայց վստահաբար նաև հետագայում, երբ որ կունենանք նման ուղղաթիռներ գիշերային թռիչքներ ապահովելու, դրանք դեպս կներառենք։ Ես աշխատելով հասարակության մեջ, մարդկանց մեջ, տեսնելով տարբեր ոլորտներում, թե ընտանիքս, որ ուրիշ ոլորտներում աշխատում, թե բան, Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը դարձել է խաղամոլությունը։ Այսինքն մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր ամբողջ օրը հեռախոսով, եթե առաջ խաղամոլ լինելու համար պետքա մարդիկ հասնեն խաղատուն, հիմա հեռախոսի մեջ անընդհատ իրենք խաղամոլությունը դիտարկվում որպես առանձին հիվանդություն, ինքը առանձին նոզոլոգիա է, դիտարկվում որպես համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից։ Առողջապահության նախարարությունը, կառավարությունը ընդունել է որոշումներ, գովազդն արգելվել, նույնիսկ շատ սահմանափակ խիստ է այդ գովազդը, շատ բաներ արգելված է, բայց առողջապահության նախարարությունը ինչ անում, խաղամոլ մարդկանց արդեն իսկ հանելու այդ իրավիճակից բուժումների նպատակով։ Դե մեր կախվածությունների կենտրոնը իհարկե, ինչպես ասացիք, այս հիվանդությամբ միանշանակ ունի ծառայությունները եւ տրամադրում է դրանք, բայց ես ասեմ, որ մեր մասնագետներն էլ կարծիք են հայտնում, որ կախվածության այս տեսակը ամենաբարդ հաղթահարելի կախվածություններից է, քանի որ այն օրգանիզմի ախտանշաններ չի առաջացնում եւ ըստ էության շատ բարդ է հասնել մի վիճակի, դա միայն ֆինանսական առումով է մարդը հասնում մի վիճակի, որ գուցե մտածում է կանգնելու մասին, իսկ ֆիզիոլոգիական առումով շատ բարդացնում է աշխատանքը։ Բայց փորձենք հնարավոր բոլոր բուժման մեթոդները, հոգեսոցիալական աջակցության մեխանիզմները ապահովենք, որ կարողանանք օգնենք մեր քաղաքացիներին ձերբազատվելու այդ կախվածությունից։ Բայց ես ինչի եմ նորից շեշտադրում, որ շատ բարդ է դրանից պոկվելը։ Անկամ, գիտեք, մեկ անգամ խաղալը խնդրահարույց է, որովհետև նորից եմ կրկնում, կախվածություն ձեռք բերելու արդյունքում դրանից դուրս գալը շատ բարդ է։ Սա վերաբերվում է երիտասարդներին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ընտանիքները քայքայվում, ինչպես են կործանվում մարդիկ, դիմում ծայրահեղ քայլերի այս չափազանց վտանգավոր խաղամոլության հետ կապված։
Տիկին նախարար, ավարտենք մեր զրույցը, շնորհակալություն, մենք մեր հիմնական նպատակը հենց ապահովագրությունից խոսալն էր, որպեսզի մենք ունենանք զարգացած առողջապահություն, մենք պետք է ունենանք այդ զարգացած առողջապահությունը պետք է հասանելի լինի բոլորին, թե ավելի լավ բժիշկ դառնալու, թե հիվանդանոցների կողմից ավելի լավ սարքեր ձեռք բերելու, թե նախարարության կողմից ավելի լավ հասկանալու իրավիճակը, որովհետև օրինակ X հիվանդանոցում հնարավոր նախարարությունը ինֆորմացիա չունի, թե հիվանդությունը ինչ դիմելությամբ ամենաշատ հիվանդացությունը լինում, չնայած Արմեդը հագին բան փոխեց մեր կյանքում։ Իդեպ սկսել է լավ աշխատել։ Զգացվում եմ Ես էլ չեմ բողոքում տիկին նախարար, նորմալ սկսել է աշխատել։ Ջեմ բարևներ Արմեդի թիմին, շատ ժպտերես լավ մարդիկ են, իրանց հրավիրեցին իրանց մոտ, նույնիսկ ցույց տվեցին ոնց է ծրագիրը աշխատում։ Տիկին նախարար, դուք նախարարներով չաթ ունեք։ Այո։ Սենց հարց տամ։ Հեչ լինում է, ասենք, Կիրակի օրով մեկը գրի երեխեք կավա գնանք խաշուտելու։ Սենց ուզում եմ պատկերացնել, էլի, մենք գործի տեղով ունենք։ Ու չի եղել, ուզում եմ հասկանամ, թե ինչու չի եղել։ Իսկ քաղաքից դուրս գնանք, նախարարները ասեն գնանք քաղաքից։ Մենք օրինակ գործի տեղով գնում ենք, դուք ասենք այտենց որ։ Չէ, բայց գիտեք շատ կարևոր է դա, այո, միասին շփվելը եւ թիմեր կառուցելու հատվածը պիտի լինի միշտ։ Մենք էլ գործի հետ ենք հասցնում, գիտեք, արանքում շփվել, արանքում իրար հետ նաև ընկերություն անելը։ Նախարարներով, իհարկե։ Շատ հետաքրքիր, մենք ունենք chat, որ գրում ենք երեխեք այսօր ուշանում եմ կամ հեչ լինում եմ կառավարության նիստից ուշանում եմ, չսկսեք մինչև գամուսացիչ։ Չի օգնի։ Դե սենց ուրախ նոտայի վրա էլ ավարտենք մեր այսօրվա մեդքասթը, մեր հյուրը արդեն ավանդական դարձած մեր հյուրերից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Տիկին նախարար, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Հուսամ կդառնա ավանդույթ ամեն տարի ձեզ տեսնենք նոր նորարարություններով, որ զրուցենք այդ նորարարությունների շուրջ։ Շնորհակալ եմ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետև եթե դնենք ինտերնետ պաթոսը մի կողմ, վատ լինի, լավ լինի, դժվար լինի, թերություններով լինի եւ ինչ լինի, սա ճանապարհը ու այս ապահովագրությունը եւ ասում են նույն բժշկի ճանապարհը, որ պետքա մի ինչ որտեղ սխալվի, մեկը ձեռքից բռնի, թե քաղաքացին է, թե կառավարությունը, պետքա ձեռքից բռնելով, սովորացնելով բերենք հասցնենք միտեղ, որպեսզի այդ համակարգին նայենք, որպես կլինիկական օրդինատոր, որը պետքա շուտով դառնա բժիշկ ու անցնի գործի, որովհետև մեր քաղաքացիները, մեր պետությունը, մենք բոլորս համապարփակ այդ համընդհանուր առողջապահության ապահովագրության կարիքը ունենք, ու սա ռեալ ապահովագրություն է, քեզ ապահովագրում է այն հիվանդություններից, ես ոնց հասկացա, որոնք շատ ժամանակ բժշկի համար էլ է շատ ծանր, եթե հիվանդները մտածում են բժշկի համար գումար հնչեցնելը ու դրա հետ ոչ մի բան չկարողանալ անելը, ես շատ ա եղել իմ տնօրենները կփաստեն մոտիկացամ ասել եմ իմ փայը հանեք, իմ տոկոսը հանեք, իրանք էլ են ինչ որ զեղ չարել, բայց այնտեղ ծախսեր կան, որ պետքա կատարվի ու հուսանք ամեն ինչ լավ կլինի, մենք բոլորը պիտի աշխատենք այդ ուղղությամբ միասին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, կոմենտներում գրեք ով է ստանում 200,000 դրամից ավել աշխատավարձ, խոսք եմ տալի հարկայինից ոչ մեկ չի նայելու, ով է վճարելու իր ապահովագրավճարը ու արդյոք էլի հարցեր ունեք, որ մենք կուղենք տիկին նախարարին արդեն Facebook-յան հարթությունում ու Մարիամը խոսք է տալիս, որ այդ հարցերը պատասխան կստանան։ Առողջություն ձեզ։